Վերջո կյանքի կկոչվի, կարող եք հայտնել դրա վերաբերյալ կա արդեն հստակ ինչ-որ ժամկետ, որ իսկապես դա տեղի կունենա։ Դուք ճիշտ եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը, այսինքն մեր կողմից Մարգարեի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետները Ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետեւ ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածություն 2000 պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր գրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը։ Լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն կարճ ասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անձակետը։ Պարոն Ռուբինյան, Էրդողանն ասում է խորհրդանշական գնահատում այն դուք լավ ասես։ Հա, եկեք։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբին խորհրդանշական քայլեր են լինելու, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել սավանների բացումը, միայն խորհրդանշական քայլեր կլինեն։ Հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ մի րոպե ստերական քայլերի մեջ մտնում է գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է եղել։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով։ Բանակցություններից մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր գրող անձանց համասահման բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ Ես նկատի ունեի բանակցային այս թեմայով ես իստումա բավարար պատասխան։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք միջև այդ, որ սահմանը որ օրը բացի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքականի հետ։ Սա շարունակում է նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմերը սկսի տեղից շարժել են process-ը, որ արդեն 3 տարուց ավելի չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Պարոն Ռուբինյան, Իրանում տեղի ունեցողում որ սցենարի դեպքում մի հատ հարցնեմ դրան շարունակելով։ Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է սկսեք իսկ լավ չլսեց։ Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի ո՞ր սցենարի հետ կապված գիտեք, որ պետք է մենք հետաքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա, իսկ մեր այսինքն
ծրագրերի հետ կապված որևէ դեպքում էլ որևէ սպառնալիք չի լինի։ Պարոն Պուտինյան, Ֆրանսիայի երկնքու հետ կապված, քանի որ շատ է խոսում երրորդ երկրների հետաքրքրվածության, մասին, որ ասում են տարբեր երկրներից ազդակներ, այս բաժնում նկատում եք օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան ինչ մակարդակով են հետաքրքրվածություն ձեռք բերում։ Հետաքրքրվածությունը ինչ իմաստով։ Դե որպես մասնակից, որպես Եթե նկատի ունեք բիզնես պրոյեկտի մասնակից, նման քննարկում չկա, որովհետև տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIP ընկերությունը եւ հիշեցնեմ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկա եւ այլ ինչ որ երկրյան եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակ են մասնակցություն բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Պարոն Ռուբինյան, Թուրքիայի արտգործ նախարար Հական Ֆիդանը ներողություն իվանքյան։ Եկեք սենց գնանք, Ձեր լավատեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում դիվանագետ արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս ճանաչման անդրադարձել է նախագծին եւ այդտեղ վերջին միջանցքեր լսել եւ այսպեսի նկատառում են հայտնել այս միջանցքը Հայաստանի մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են լավ կարելի է գոնե նման գործարքին համաձայնվելիս առնվազն 50% մասնաբաժին ստանալ 26%-ը այն ողորմելի կապչոն է որ կտային նույնիսկ բացարձակ համը կանոնից շատ լավ, ստեղ երկու հարց ունեմ նախ երկու մասի, հա, բաժանք, երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող եք կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջին 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ՝ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երրորդ երկիր թե ոչ։ Ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չլինելու։ Կհամաձայնեք, որ հիմնականում այս 3 անհանգստությունները հնչեն։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում է Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սեո սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի, թողեք ավարտել։ Հետեւ ու մի 1000 անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկազորության շրջանակներում հատկապես կասկածանունների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանցք։ Հաջորդը, երբ որ ասում են ինչի 50 գոնե 50% հա վերցնի, բայց իրանք երբ որ գույք պարտքի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնում։ Հա բացատրել, ինչ են 100%-ը հանձնում։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն TRIP-ը կարող էր 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսական։ Դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր դուժելու։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը
փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս, էլի ինչ որ բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության պատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ բառից բուն իմաստով 1000-ատ ընկերություն կա եւ 2000-3000-ատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը ինչի է Հայաստանը 26% ունենալու ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ տիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն իր բարձր հարկեր, տուրքեր եւ այլն ստանան։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Ասում են պարոն Օսկանյանի օրոք մեր Հայաստանում ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է այլ պետության 100%-ով, թող հեքիաթներ չպատմեն։ Ռուբինյան, հաղթանստիդանը հայտարարված արդյոք մաքսային ծառայողներին տեսնելու է ադրբեջանցին այդ այ Ախր այդ հարցը գոյություն չպետք է ունենա փաստաթղթի հրապարակումից հետո։ Սրանից հստակ ոնց ասեմ, փաստաթուղթը բացեք, չեմ հիշում որ մասն է գրված է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու անցակետային եւ մի վայրկյաններ անձնագրային եւ մաքսային կետերում, վերջ։ Բայց ֆրոնտ օֆիսի մասին է խոսում, պարոն Ռուբինյան։